Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա ելույթը կլինի մի քիչ երկար, բայց այդքան չի լինի իմ ելույթը, որքանով կլինեն տեղադրված մատերիալները, որտեղ որ մեկնաբանությունները կանեք ինքներդ, որպեսզի չլինեք խափնված։ Ուրեմն առաջի պերսոնաժը, որը որ ուզում եմ անդրադառնամ, դա Գևորգ Պապոյանն է։ Ես կուզենամ պատասխանեմ Նիկոլ Փաշինյանով Գևորգ Պապոյանին։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակը։ Ի վերջո, որքան է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։ Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ, ձեզանից մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ, 5 միլիարդ 962 միլիոն դոլար, եւ այն մարդիկ, որոնք որ տարածում են այդ 12 միլիարդ թիվը, կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենդներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտքը արտաքին աճել, ինչ է կարել, չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Պարտքով ենք զենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատու, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք, որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողքի։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ ա եղել։ Հիմա ինչ կասեք, Գևորգ Պապոյան, ով է ձեզանից խափում, որ դուք սուտ ասանեք բոլորդ ԿՊԱ-ականներով դա գաղտնիք չի, բայց տվյալ դեպքում ով է սուտ ասում, ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե դուք եք ստում։ Ես հասկանում եմ, որ ընտրությունները առջևում են, դուք ուզում եք ամեն ձևի ժողովրդին կողեք ինչ-որ տուպիկների մեջ, բացադրվեք, ձեր հերթական ստերը թելադրեք եւ համոզեք ժողովրդին, բայց ժողովուրդը չի համոզվելու։ Տեսակ ինչ ասեց, զենք ենք առել, եկեք ցույց տանք։ Տեսակ ինչ ասում ձեր վարչապետը Գևորգ Պապոյան։ Իսկ ես ձեզ ավելին ասեմ, դուք երկուստ էլ եք ստում, քանի որ դուք զենք եք առել, ոչ էլ ես իմ ինչ եք արել, դուք այդ փողերը ինքներդ գիտեք ուր եք ծախսել, ոնց եք մեջ արել եւ ոնց եք ծբխել։ Իսկ զենք առնողը լինում է այսպես, սիրելի բարեկամներ, տեսեք ինչա առնում Ադրբեջանը, որին գնում են իրանք խաղաղության, խնդրեմ։ Десятилетия в небе. По данным источников, Баку намерен закупить 48 шведских истребителей Gripen E/F на сумму $6,5 миллиардов. Эти невидимки 4-го поколения должны начать поступать на вооружение в 2029 году. Учитывая недавнюю покупку пакистанских истребителей, Азербайджан превращает свои ВВС в мощный технологический кулак. Տեսակ Գևորգ Պապոյան, տեսակ Նիկոլ Փաշինյան, խաղաղության եք եթում, բարեկամություն եք անում։ Այս Ադրբեջանը ում դեմ է առնում այս զենքը։ Այս ինքնաթիռերը ում դեմ են կիրառվելու։ Մտածեք։ Այ Ադրբեջանը, եթե դուք զենք առածել եք Նիկոլ Փաշինյան, վաղուց այսենց հրապարակել էր։ Այսքան այս մասով սիրելի հայրենակիցներ, թող ռազմիրա տանեն իրար մեջ անգամ չեն կարում պայմանավորվեն, որ սուտը գոնե նորմալ խոսան։ Ապաչկերա խոսում են։ Երկրորդը, որը որ մի քիչ ծանր թեմա է ինձ համար, մեր ավակ քուր եղբայրների մասին է, որոնք իրենք անվանում են տատիկ եւ պապիկներ։ Արսեն Թորոսյանը արել է հայտարարություն, համարելով, որ մեր թոշակառուները բեռ են պետության համար, այսինքն իրանց համար։ Քիչ անց կտեղադրեմ բոլոր տեսանյութերը։ Ուրեմն տեսեք, Արսեն Թորոսյան, որն են բեռ։ Մեր տարեց մարդիկ, մեր թոշակառուները բեռ են,
Հիմա ես ձեզ հարց եմ տալի, Արսեն Թորոսյան, այս մարդիկ ողջ իրենց կյանքը արունով եւ քրդինքով աշխատել են եւ վճարել են պենսիոնի ֆոնդին, ինչ որ պետք է վճարեն, այսինքն հարկերը նրանք վճարել են, նրանք ձերյակերներ չեն, ասեմ ձեզ իմանաք, դուք տվեք այդ մարդկանց աշխատած, ինչ որ ողջ իրենց կյանքում աշխատել են։ Երկրորդ հարցը, Արսեն Թորոսյան, ցավոք սրտի, ինչպես ասում են 1000 ժողովրդյան ռուսերենից համար всем и под Богом ходим, որքան մարդիկ չեն ապրում մինչև թոշակը, բայց այդ նալոգները իրանք մուծում են, այդ փողերն ուրա, Արսեն Թորոսյան։ Եվ վերջով, որ դուք ասում եք բեռ են, եւ դա հարկատուների հաշվին տալի, հարկատուները իրենց երեխաներն եւ թոռներն են, պարոն Թորոսյան, եթե չգիտեք, այդ ձեր հավելավճարները եւ ձեր պարգևավճարները հաստատ է ժողովուրդը պատրաստ չի մուծելու, ձեր գուլանկեքը, ձեր շռայլ եւ լայն ապրած կյանքը ոչ մի բանի պատրաստ չի, դուք այդ գումարները, ավելավճարները տվեք ժողովրդին, տատիկ եւ պապիկներին ձեր ասած։ Հիմա երկրորդը կա Բաբկեն Թունյան։ Իմիջիալոց ես միշտ համարել եմ Բաբկեն Թունյանին շատ խելացի կիրթ ազնվորություն, բայց արի ու մի տես, որ Բաբկեն Թունյանը նույն խմորից է, ինչպես կասեր տատիկս։ Այդ ինչ թվեր եք ցույց տալի, Բաբկեն Թունյան։ Այդ թվերով, որ դուք բացատրում եք, դուք լավ գիտեք, որ տատիկ պապիկները այդ թվերից չեն հասկանում։ Ես չեմ ասում, որ դուք սուտ եք ասում այդ թվերը, միգուցե կան, ես չգիտեմ, չեմ ուսումնասիրել դեռ, բայց ուսումնասիրեմ, խոստանում եմ։ Դե տատիկ պապիկներին ինչ եք թվեր ցույց տալի։ Այդ տատիկ պապիկները ուտել են ուզում։ Այդ մարդիկ ուզում են վերջի իրենց օրերը բարեկեցիկ ապրեն, պարոն Թունյան։ Մյուս անգամ ինչ որ ասում եք, մտածեք գոնե։ Ես տեսա, որ սկզբից դուք մի քիչ խառնված եք, ժողովուրդ ջան, տեսեք, հիմա տեսա հոլովակը Բաբկեն Թունյանի։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ կրկին խոսել մի թեմայի մասին, որը շարունակում է շահարկվել եւ գնալով ավելի ինտենսիվ։ Խոսքը վերաբերում է թոշակներին եւ մեզ քննադատող որոշ քաղաքական ուժեր միտումն է, որ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ հնարավոր կլիներ թոշակները զգալիորեն բարձրացնել, եթե պետական հատվածի աշխատողները ավելի քիչ վարձատրվեին կամ պարգևավճարներ չստանային, այսինքն փորձում են այս երկու թեմաները արհեստական կապել իրար հետ, երևի հույսը նրանում է, որ մեր թոշակառուները թվերին լավ չեն տիրապետում կամ բյուջեին լավ չեն տիրապետում ու նրանց հնարավոր է խաբել։ Ես այդպես չեմ մտածում եւ հատկապես հիմա խոսքս ուղղում եմ մեր տատիկ պապիկներին, խնդրում եմ ժամանակ տրամադրեք, ընդամենը 1-2 րոպե, ես համոզված եմ, որ ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի եւ թույլ մի տվեք ձեզ խաբել։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Հիմա, սիրելի բարեկամներ, տեսեք ինչ է տեղի ունենում։ 2025 թվականի բյուջեով սոցիալական ծախսերի գծով հատկացվել է ավելի քան 900 միլիարդ դրամ, ընդ որում այս թիվը վերջին տարիներին կրկնապատկվել է։ Այս 900 միլիարդ դրամից 560 միլիարդը կենսաթոշակային ապահովություն է։ Սրա մեջ մտնում են աշխատանքային թոշակները, սպայական անձնակազմի թոշակները, ինչպես նաև կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին մասանումները։ 122 միլիարդ դրամ սոցիալական ապահովության գծով ծախսերն են։ Սրա մեջ մտնում են ծերության, հաշմանդամության նպաստները, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ինչպես նաև կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի քեշբեքերի վճարումները։ 80 միլիարդ դրամ հատկացվել է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, օրինակ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ֆինանսավորում եւ նման այլ ծախսեր։ 35 միլիարդ դրամ հատկացվել է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար, բնակարանային եւ սոցիալական կարիքների հոգալու համար։ Եվ մնացած գումարները 25 միլիարդ, 12 միլիարդ եւ նման այլ գումարներ ամենատարբեր ուղղություններով են գնացել, օրինակ
երեխաների հիմնահարցերով, տարեցների խնամքի կենտրոններ, սոցիալական փաթեթների ապահովում եւ այլն։ Հիմա ինչն է հետաքրքիր, երբ այս գումարները համադրում ենք պետական ծառայողների ստացածի հետ, ապա հետեւյալ պատկերն է 21000 ուշադրություն դարձրեք 21000 պետական ծառայողներ միասին ստացել են 124 միլիարդ դրամ բարձրացություն, այդ թվում նաև պարգևավճարները։ Եվ եթե նրանց միջից ֆիլտրենք այդ ամենաշահարկող թեման մի քանի 100 բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա նրանք ստացել են 3.5-ից 4 միլիարդ դրամ։ 3.5-ից 4 միլիարդ դրամ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, պատգամավորներ եւ այլն։ Ահա սա է իրական պատկերը, սիրելի տատիկ-պապիկներ, եւ ինչու ոչ նաեւ մեր մնացած սիրելի քաղաքացիներ, իրականությունը այն է, որ պետական աշխատողների, պաշտոնյաների վարձատրության, պարգևավճարների մասին այդ տվյալները խիստ ուռճացված են եւ եթե այս հաշվարկը մի անգամ եմ արել, եթե անգամ բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաները ընդհանրապես հրաժարվեն իրենց վարձատրությունից, ոչ միայն պարգևավճարից, այլև աշխատավարձից ընդհանրապես եւ ենթադրենք համաձայն են անվճար աշխատել 1 դրամով, ինչպես մեր հայտնի գործընկերներից մեկն էր խոստանում, ապա անգամ այդ դեպքում, եթե այդ գումարը ամբողջությամբ ուղղվի մեր կենսաթոշակառուների թոշակներին, ապա ամսական հնարավոր կլինի ավելացնել թոշակը ընդամենը 350-ից 400 դրամով։ Այսպես են ձեզ խափում, թույլ մի տվեք ձեզ խափեն։ Խառնված եք, չէ՞։ Դուք էլ գիտեք, որ դուք ստում եք, դուք էլ գիտեք, որ դուք ճիշտ չեք վարվում, դրա համար խառնված եք խոսում։ Իսկ վերջում էրոնիայով, որ ասում եք մի դրամով աշխատող, ազգի նվիրյալը ձրի է աշխատում, պարոն Թունյան, քանի որ երկիրը կռախի դեմ կանգնած է, երկիրը անդունդի դեմ կանգնած է, երկիրը խորը կրիզիսի մեջ է։ Իսկ ինչ վերաբերվում է բեռին, պարոն Արսեն Թորոսյան, բեր չէ, չարաբաստիկ ուռուցք եք դուք այս ազգի վրա, դուք եք ուռուցքը, դուք եք բեր այս ազգի վրա, եւ հեշկան շուտ ժամ առաջ հեռանալ, դա այս ազգի օգուտն է, 3 ամիս ու կես մնաց, այս ազգը հետ էլ քամփերի, իսկ ինչ են խոսում մարդիկ եւ ինչ անեծքներ են անում, խնդրեմ այս տեսանյութը, սիրելի բարեկամներ։ Դե հիմա երբ կմեռնեմ, այդ իրանց հաջողությունը թող լինի, ինչ ասեմ։ 76-ամյա տիկին Անժելային շատ են վիրավորել Արսեն Թորոսյանի այս խոսքերը։ Վերջի 8 տարում 130,000 ավել նպաստառու եւ կենսաթոշակառու ունենք, ինչը շատ լավ է, որտեղ մարդիկ երկար են ապրում, մարդիկ ավելի առողջ են մնում, բայց դա բեռ է, որը մենք սպասարկում ենք եւ սպասարկում են աշխատող քաղաքացիները ըստ էության։ Այդ մենք ենք բեռ, ափերից դուրս են գալիս թոշակառուները։ Եթե մարդ ապուշը, բնականաբար տենց էլ պիտի լինի։ Ոչինչ, այդ բեռը այժմ մի օր իրանք են դառնալու։ Ուրեմն դա Աստված ինքը թոշակի չհասնի։ Իրանք ծնող ունեն, ես չեմ հասկանում, եթե իրանք մտածում են մենակ իրանք փողի համար, պետքա նայեն, ուրիշ երկրները ոնց են մտածում, ասենք, ամեն ձևով էլ է մտածում են, ամոթ է իրանք։ Հայհոյում ու ամոթանք են տալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, որը իր 2 ամսվա աշխատանքի դիմաց միլիոններ է ստացել։ Ամեն մարդ պետք է մտածի, ինքը երիտասարդ չի մնալու։ Աստված չանի, որովհետեւ մեկը երիտասարդ թոսաղել մեծանան։ Իրան գիտես տենց երջանիկ այդ միլիոններ են ստանալու վայլեն, հա։ Մի հատ քնելուց մտածեն էլ, այդ ոնց են իրանք այդ սրբության խաչը կրում։ Ամոթ է էլի, չեմ ուզում վատ բաներ ասեմ, բայց թու իրանց։ Մինչ այս մարդիկ փորձում են Մարսել Թորոսյանի ասածը, մեկ այլ նախարար է բենզին լցնում կրակին։ Մեր երկրում հարկ վճարողն է միայն պետության տերը, հարկ չվճարողները զրկված են ձայնի իրավունքից։ Սա էկոնոմիկայի նախարարի միտքն է։ Եթե մարդը հարկ չի վճարում, դա առաջի քայլն է, որ իրենց զրկում ես խոսելու եւ ձայնի իրավունքից։ Թոշակառուների մեծ մասն էլ հարկ չի վճարում։ Ուրեմն ինչ է առաջարկում Պապոյանը, որ սպասվող խորհրդարանական ընտրություններին արգելվի չաշխատող թոշակառուների մուտքը ընտրատեղամասեր։ Ես չգիտեմ նախարարները ինչով են մտածում, ոնց են մտածում։
բայց երկրին չեն կարող վնասել թոշակառուները։ Թոշակառուն մարդ չի, ուրիշ չի։ Զատի թոշակառուն է մարդ, էլի 1000 տարի աշխատում ենք, մինչև օրս էլ աշխատում եմ։ Համոտ, եթե այդպես են մտածում, ինչ կարող են ասել։ Իսկ ինչ կասեն Պապոյանն ու Թորոսյանը աշխատող թոշակառուներին։ Նրանք էլ են բեռ, թե ինքն իրեն պարգևատրող կառավարությունն է իր անպատասխանատու քայլերով բեռ դնում քաղաքացիների ուսերին։ Լավորից չենք մեջքներս ծռած աշխատում, ասում են 70, 75, 80 տարեկան աշխատող թոշակառուները։ Ինչ որ մի մասով մեղադրում եմ եւ ամբողջ մեր ժողովրդին եւ թոշակառուներին, ախր պետք է հավաքվեինք, ես էլ իրանց հետ միասին կոպիտ կհնչի, բայց Շատ բան եմ արել, տվել եմ անբաններին, հիմա իրանք ուտում են, մենք էլ քարշ ենք գալիս մի կերպ։ Ես աշխատել եմ աղբերի իմ հալալ քրտինքով իմ փողը աշխատում եմ, սո։ Թոշակն էլ ստանում եմ։ Ով ինչ ասում է, թող իր հետևը նայի։ Անխիղճ պիտի լինես, որ պետական բյուջեից ստացած միլիոնների պարգևավճարները հրճվանքով ընդունես, իսկ այդ բյուջեից թոշակ վճարելը բեռ համարես, ասում են վիրավորված ու հիասթափված քաղաքացիները։ Պարգևավճարները արժեքած զրկեցին ամեն ինչը։ То есть այդ միլիոնների համեմատ այդ 10,000 կամ 20,000 զրո է, հասկանում եք։ Անարդարություն է վագի։ Ժողովրդից հավաքում են, տալիս են ինչ-որ մի քանի օգուտ։ 50 տարի ներդրել եմ իմ ուժը երանդեսպետության համար, եւս ընդամենը մի քանի կոպեկներ եմ ստանում։ Եթե բարեկեցիկ թոշակ ստանայի, չի աշխատի։ Մենք մեր վաստակած հանգիստն ենք ուզում վայելել։ Ինչ են արել դրա համար ԿՊԱ-ականները այս 8 տարում։ Գոյատևում ենք, վրդովված ասում են թոշակառուները։ Մինչև կյանքի վերջ թոշակազել աշխատել ենք, պահել ենք իրենց, հիմա իրանք պետք է մեզ պաշտպանեն։ Բայց այդ թոշակառուները պահել են չես երկիրը, որ տվել են աշխատողներին, հիմա իրանք առողջ աշխատում են, ապրում են ոնց որ պետք նա։ Դա մի տարիք է, որ սոցիալապես պետք է ապահովված լինի, ամբողջ կյանքում նա աշխատել եւ վաստակել է այդ իրավունքը։ Նախարարների անպատասխանատու հայտարարություններից տեղները չեն գտնում նաև հարկատուները։ Դեմ չեն հարկ վճարելուն պայմանով, որ այդ գումարը տաքուկ կաբինետներում նստած չինովնիկների գրպանները չմտնի։ Բոլորովին դեմ չեմ։ Եթե հարկ ենք վճարում, ուրեմն թոշակառուներին բարձրացնեն, թեկուզ 15-20 հազարով։ Լիլիթ Խալաթյան, Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Տեսակ, այս անեցքի տակից ոնց եք դուրս գալու, պարոնայք և տիկնայք ԿՊԱ-ականներ, այս անեցքը բոլորի տակ կպնելու, և ասու պատիժը ասած սարի ետևում չի, դա շուտով կլինի, ասու պատժով եք դուք պատժվելու։ Հիմա տեսեք ձեր պատկերացրած և ձեր ավելի ճիշտ իրականություն դարձրած մեր տատիկ պապիկները, սիրելի բարեկամներ, խնդրեմ դիտեք, ինչով ենք մենք տարբերվում իրանցից, դիտեք։ Տեսակ ինչի եք հասրել, իսկ հիմա մեր պատկերացրած ձեր բառերով ասեմ տատիկ պապիկները և թոշակառուները պետք է լինի ինչպես եղել է 36 տարի առաջ և հիմա լինելու է մոտ ապագայում 2026 թվականի ընտրությունից հետո այսպիսին պետք է լինի հայկական տատիկն ու պապիկը։
Թեկուզ քո քաշը մարկլիտան բրոյի Թեկուզ քո քաշը համաստան բրոյի Յաչի միտաչին հերացնի քիզ կույարեմե բարեմե Յաչի միտաչին հերացնի քիզ կույարեմե բարեմե Չիմ քաշվի եկած մահեմ են Ռահիբի տղաց ահեմ են Թեկուզ ռաղամ գա շահեմ են Յարջի միտաչին հերացնի քիզ կույարեմ են բարեմ են Յարջի միտաչին հերացնի քիզ կույարեմ են Տեսակ անհոգ ապրելով, սա է մեր իսկական տատիկ պապիկների կերպարը, ոչ թե տանջված խեղճ ու կրակ մարդիկ, որ առավոտից երեկոյան Աստված են կանչում, որպեսզի մահանան, բեռ են, դա իսկական բեռը դուք եք, որ եկաք ռաստ եկաք պատտավակ է ժողովրդի վզին։ Սիրելի բարեկամներ, մի բան եմ ուզում ձեզ ասեմ, մենք ունենք հիանալի երիտասարդություն, տասնյակ հազարավոր հիանալի երիտասարդություն, որոնք համացանցերում շատ կան այս տեսահոլովակները, խնդրեմ դիտենք սրանցից մեկը։ Տաճան, բարև ձեզ։ Բարև ջի։ Ո՞նց եք։ Լավ ենք։ Լավ եք, ես ուր եք գնում բա։ Դեր կանգառը։ Կանգառ եք գնում։ Այո։ Տուն եք գնալու Տավի ջան։ Հա։ Արեք ձեզ մի քիչ ուզում եմ իմ կողմից նվերան։ Հա, իմ կողմից sense ուզում եմ օգնել ձեզ։ Ամոթա։ Ամոթի, տվեք, ես կպահեմ որ ծանոթունի քերը գնանք։ Շո Տաճան, հաջողություն ձեզ։ Լավ այդ։ Ստեյշուն ձեզ, լավ եղեք, առողջություն ձեզ, Տաճան։ Ստեյշուն։ Տեսակ, բայց ժամանակին 36 տարի առաջ, երբ որ չարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կամպանիայով քանդեցին մեր պետությունը, մեր տատիկ պապիկները այն ժամանակ մենք երիտասարդներ էինք, մեր տատիկ պապիկներն էին մեզի օգնում։ Հիմա մեր ավակ քուր եւ եղբայրները չեն թողի որ ես ստեմ։ Մեզ էին օգնում, մարոժնու փող էին տալի, կինոյի փող էին տալի եւ ասում են դուք երիտասարդ եք, դուք պետք է ապրեք։ Իսկ հիմա սրանք եկել են ասում են տատիկ պապիկները բեռ են։ Եվ մեկ տեսա նյութ, որը որ մի քիչ սպորտային է, մեր հայ աղջնակը իրեն ընկերոջ հետ ներկայացնում է Օլիմպիադայում ֆիգուրնի կատանյայում եւ նրանք ապրել են Արցախ երաժշտության տակ։ Խնդրեմ դիտենք այս տեսահոլովակը։ Տեսնեք իր գեղեցիկ պար, իր գեղեցիկ կատարում եւ ինչ գեղեցիկ երաժշտություն։ Իսկ հարևան պետության նախագահան եւ իրեն խունտան, ադրբեջանական, ձեր բարեկամները Նիկոլ Փաշինյան նոտա պրոտեստ են ուղարկել այդ երաժշտության վերաբերյալ եւ զերո արձագանք այս կառավարության կողմից, բայց ոչինչ, էդ էլ մենք կանենք։ Սիրելի բարեկամներ, վերջում ուզում եմ ցույց տամ տեսահոլովակները, որպեսզի դուք մեկ անգամ եւս թարմացնեք ձեր հիշողությունը եւ տեսնեք ինչ են ասել այդ մարդիկ թոշակառուների եւ մեր պապիկ տատիկների վերաբերյալ եւ ինչ են արել իրականությունում։ Խնդրեմ,
Երրորդը ինչ եք դրե սահմանամերձ անունը։ 2 օր հայբուդուր հերոստացույցներով սահմանամերձ տարածաշրջաններին արտոնություն ենք տալիս, ոչ մի բան էլ չեք տալիս։ Այդ տատիկ պապիկների մասին, որ այդքան մտածող ելնեիք, այդ 25 տարի տատիկ պապիկներին չեք թալանի բոլորը միլիոնատերեր դառնայիք։ Եկել եք տատիկ պապիկներին մտածող եք դառե, որ իրանք հաց առեն։ Այդ տատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանք խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանք նիսյանները փակեն։ Եվ ոչ թե տանեք ձեր օբյեկտները հիմա հարկային արտոնությունների տակ սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք։ Ֆանտաստիկ լավ բանի մասին եմ ուզում խոսել։ Ինչպես գիտեք, այս հունվարից արդեն գործում է առողջապահության բժշկական ապահովագրությունը, որը անվճար է մեր շատ սիրելի թոշակառուների, մեր տատիկների, պապիկների, մեր ծնողների համար։ Տանի Հանրապետությունում 200,000 ընտանիք աղքատ է։ Հացին կակա է ասում, այդ դուք ձեր տենց ընտանիքները պահեք։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով։ Աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառ։ Աղքատը իր խնդիրն է։ Ով ասել, որ իր աղքատության պատասխանատու մենք ենք։ Ինքն է իր աղքատության պատասխանատու։ Աղքատությունը մեր գլուխներում է։ Եվ ասում եմ, այո, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնում։ Աղքատությունը քո ընտրությունն է։ Ինքը դառել է մեր բանի կառավարության հոգատության առարկա։ Կառավարություն դարձ չունի էլ։ Եվ ես ասում եմ, այո, աղքատությունը մեր գլուխներում է, եւ ես ասում եմ որպես մի մարդ, որ իմ գլխում հաղթահարել է։ Մենք հայրենասեր ենք, մենք լավն ենք, մենք բան, բոլորին փող ենք բաժանում, ում փողն ենք ում բաժանում։ Աղքատությունը քո ընտրությունն է։ Գնա ուզում ես աղքատ ապրես, գնա, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզանից, ինչ ես ուզում։ Բա ընտանիք պահողը դուք եք, իհարկե դուք եք։ Այ մարդ պետք է ձեր նման ընտանիք պահի, որ իրանց շրջապատի մարդիկ կամ միլպետ ելնեն, կամ դատախազ ելնեն, կամ միլիոնատեր ելնեն, կամ դեպուտատ ելնեն, կամ քաղաքապետ ելնեն։ Տարիներով պահել եմ քեզ իմ սրտի տակ, իմ հայոց դու իմ օրան կարոտ իմ միակ, հողն ու ամրոցն անարիք միշտ կմնա իմ սրտում, անդուխտայի երազանքն է նորից դառնա դու, օտարություն ինձ ասա ուր ես ինձ տանում, կարոտում եմ այ հողս էդ են դիմանում, այնքան ուշեր մնացին ախեր ու հերվում, ուզում եմ խնդամոլամ հայրենի հողում։ Կարոտել եմ ես իմ նանին, նրա հարած խնոց ու տանին, թարմը կարակին, հարած յուղին, կարոտել եմ ես մեր յուղին, մեր մարակին, մեր տարմանին, որ տալիս է ես ապրանքին, պուլիկները լիքներնում, յուղ պանիրը ամբողջ տարին։ Կարոտել եմ մեր կոլխոզին, աշխատում ենք մենք սիզոնին, ամբարները լիքներնում, ծորեն, գարին կլոր տարին, մենք չլա մեր կոլխոզը, մեր կովերը, մեղունները, ոչխանները, հավը, խոզը, առաջ եկավ վայրի խոզը, հենց շախտվեց մեր կոլխոզը չերևույզն ու թոզը, ով է սրա մեղավորը, մեծ վարաժը, բեկել խոզը, էլ ինչ անի խես յուղացին, կարոտ մնաց գուտնի վարած, իր աճեցրած ծորնի հացին, կարոտ մնաց կալի կացած, ջրաղացի ալդրի հացին, էլ ինչ անի խես յուղացին, արտագաղթի ճամպեն բացին, մեծ ու փոքր դուր լուսման պիտ պակեցին յուղ տարին։ Այսքանն է ուզում ասեի, այսօր սիրելի բարեկամներ, մեր կոչին, մեր լոզունգին ավելացավ այսուհետ